Ողջունում եմ Չիբուխչյան լայվ YouTube անելիքի հետևորդներին։ Հիմա անդրադառնանք մեդիայի մի քանի ուրեմն դրսևորումներին, եւ սա ամենակարևորն է, Ժորժ ջան։ Խնդրում տարածեք, սա շատ կարևոր է, որպեսզի ուրեմն տեսեք, ես հանուն ճշմարտությամբ ասեմ, ես Քլս TV-ին մեղադրեցի, ուրեմն կրկնեմ ինչի մասն է խոսքը։ Ուրեմն Ռուսաստանի նախագահի օգնական ոմն ֆաշիստ Ուշակովը ուրեմն հայտարարությունները թե Եվրոպայի պետություններն իրենց գործողությունները կառուցում են ելնելով այն կեղծ թեզից, թե իրավիճակը ռազմաճակատում փոխվում է հօգուտ Ուկրաինայի։ Այսօր հայտարարել է, այսինքն այդ հայտարարությունն եմ ուղիղ կարդում, Ռուսաստանի նախագահի ավագ օգնական Յուրի Ուշակովը։ Եվրոպացիներն ակնհայտորեն պնդում են, որ պատերազմը հարկավոր է շարունակել, նշել է Ուշակովը Ռուսաստանի պետական հեռուստատեսության տված հարցազրույցում։ Եվ ընդ որում Ուշակովը ասում է, որ եվրոպացիները խաբում են Դոնալդ Տրամպին, թե բա Ուկրաինան ռազմաճակատում հաղթում է։ Ուրեմն այս աբսուրդը ես ներկայացրեցի, այս աբսուրդը ինչու՞ է կան, Ժորժ ջան։ Դոնալդ Տրամփը հետախուզություն չունի, CIA չունի, բանակ չունի, Դոնալդ Տրամփը հիմար է, չեն հասկանում, ասենք, օրը 1500-ած զեկույց են դեմը ներկայացնում ուկրաինական ամերիկացիները այսօր ամերիկյան ռազմական ընկերությունները այսօր ուկրաինական ռազմական ընկերությունների հետ համագործակցում են, համատեղ բազմաթիվ ծրագրեր կան, Իլոն Մասկը Starlink-ն է անջատում, ամբողջ ասում աշխարհի հեռուստացույցը Իլոն Մասկը ունի, որ կարող է հեռուստացով ամբողջ աշխարհը տեսնի։ Սա, ասենք, 10,000-ից ավել բան ունի, արբանյակ ունի երկրում։ Ու սրանք ուրեմն մի ուշակով վերակենում մի հիմարություն դուրս է տալի ու հայկական մամուլը տալիս է։ Ես Քլսին անդրադարձա, որպես այսպես ասում նշանակալի, այսպես հատկապես արևմտյան միջոցներով ֆինանսավորողի, բայց Ժորժ ջան, ինձ ուղարկեցին նաև, որ հանրայինն է անդրադարձել այս նույն բանին։ Հանրային հեռուստաընկերությունն է տալիս ռուսական ապատեղեկատվություն, ռուսական ֆեյք հիմարություն, հետո գիտեք ինչ, եվրոպացիները չգիտեն, ամերիկացիները չգիտեն, այ խեղճ Դոնալդ Տրամփին եվրոպացիները խաբում են, թե Ռուսաստանը պարտվում է, պատերազմում Ուկրաինան հաղթում է, այդպիսի բան չկա, հասկանում եք, խաբում են, տենց չի իրավիճակը։ Ու այս հիմարությունը, որը ոչ մի բանի մասին է, որը ուղղակի սեփական ժողովրդին խաբելու մասին է, որը Դոնալդ Տրամփին հաստաղիքը մտնելու մասին է, ընդհանրապես կապ չունի մեր ազգի հետ, մեր լրատվականները վերցնում տալիս են հանրայինը, տալիս եք, որ ինչ անեք, որ ինչ իմանա մեր ժողովուրդը։ Ասենք, ինֆորմացիան դա այսօր ազգային անվտանգության հարց է, մենք տեսնում ենք ինչ կարա անի ինֆորմացիան։ Կամ, այսինքն դուք հասկանում եք, ռուսական ֆեյք է տալի ուղակի, որը իր սեփական ստրուկներին է ուղղված, թե բա սուտա մենք հաղթում ենք եւ այլն, չնայած իրանք արդեն Մոսկվայում տեսնում են իրանք ոնց են հաղթում, հա։ Ինչ որ անիմաստ բան, լավ, ցանկացած մեկը որ հայ է եւ հայամետ է եւ ուղեղ ունի, պետք է հասկանա, այս լուրը ես ինչի եմ տալի, տալիս եմ որ ինչ։ Իմաստը, եթե սա ինչ որ կոմբինացիա կամ եթե լուրը տալիս եք, ուրեմն տվեք, որ սա Դոնալդ Տրամփի հաստաղիքը մտնելու մասին է, բայց դա պետք է վերլուծական տակ։ Ուղղակի լուրերում այս լուրը տալը, դա ուղղակի ռուսական ռոպագանդա է Հայաստանում։ Եվ սա արել է նաև հանրայինը։ Հանրայինը վերնագիր է տալիս։ Այս փաստաթուղթը Իրանի հաղթանակն է, ԱՄՆ-ի եւ Իսրայելի նկատմամբ, Ղալիբաֆ։ Օրինակ, հարց եմ տալիս հանրայինին, իսկ ինչու չեք դրել վերնագիրը ԱՄՆ-Իրան փաստաթղթի մասին, օրինակ, Դոնալդ Տրամփն էլ ասում է, որ սա իրենց հաղթանակն է։ Օրինակ դնենք Դոնալդ Տրամփը ասել է, սա Իրանի նվաստացումն է, իդեպ տես բան ասել է։ Դոնալդ Տրամփ կողքը գրեք, իսկ ինչու եք դուք տալիս հենց Իրանի։ Ասենք հարավել եւս, որ Իրանի վրա այդքան ռումբ ընկավ, որ այսօր ուղղակի 300 միլիարդն էլ է քիչ են, ինչ որ հիմա խոսում են, չնայած նա չի ստանալու դա, բայց այն ինչ որ հիմա դա հիքիաթ է իրականում, ասենք բան չթողեցին Իրանից։ Ուզենային այդ եղածնել կվերացնեն, մնացածնել կվերացնեին։ Ասենք որտեղ եք տեսել, որ մի պետության, ասենք մի 2 ամիս ռմբակոծեն սրտիտ ուզածի պես քարի վրա չթողեն, ու հետո այդ պետությունը հաղթի։ Ասենք լավ տրամաբանություն կա, չէ՞։ Ուզում հասկանամ, օրինակ ինչի, եթե դուք լուրեր եք ուզում եք հավասարակշռություն պահել, ուղղակի այնպես վերնագիր պետք է դնեք չեզոք, որ ոչ նրան կպնի, ոչ նրան կպնի, եթե դեն շատ պրոֆեսիոնալ եք։ Բայց սա առաջի դեպքը չի, որ սրանք անընդհատ վերնագրերը դնում են Իրանի ահաբեկիչների պատվերով, ասենք, չգիտեմ, այսինքն սրտով, sense ասեմ, պատվերով չասեմ, սրտով։ Եվ ասենք ոչ մի անգամ ես չեմ տեսել, որ ասենք իմ աչքով գոնե շատ քիչ է, եթե ընկելել է երևի հատուկ են, որ ինչ որ վերնագիր կլինի, որ ասենք գոնե ասեմ այն կողմն են ներկայացնում։ Շարունակվում է նույն բանը, ինչ որ շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ, ընդհանրապես միջազգային բաժինները, ես քանի անգամ եմ դրան անդրադարձել, միջազգային բաժինները ուրեմն Հայաստանի խայտարակ խնդրեմ ունեն գրագիտության։
կամ ընդհանրապես լուրերը հասկանալու։ Բայց հանրայինի լուրերը ես մոտարապես այդ աղջկան անգամ գովացի Ուկրաինայր գնացել, որքան հասկանում եմ ինքն է։ Նա անգլերեն գիտի, լավ լեզուներ գիտի։ Այստեղ է հարցը։ Իսկ ինչի եք դուք տալիս ռուսական էլի վերնագրեր կամ Ռուսաստանի սրտով վերնագրեր կամ ռուսական լուրեր եք տալիս անընդհատ, լուրեր, որ հայազգին միայն վնասում։ Հիմա մի բան եմ ուզում ասել, Ժորժ ջան, իմ ականջին հասել է մի հետաքրքիր բան։ Իմ ականջին հասել է, ես հիշում եմ բարբերաբար անդադ ասում եմ Օրբելի կենտրոնի մասին, որը, այսպես ասած, իմ ունեցած տեղեկություններով վերլուծություն է տրամադրում իշխանություններին, հա, տենց բալանսավորեմ, որ բալանսավորես ռեգիոնալիզմ, արանքում մնամ, այսպես բանի շրջանակում, գաղափարախոսության շրջանակում։ Եվ իմ ականջին մի լուր է հասել, որ ուրեմն ոմն Նարեկ Մինասյան, որը իդեպ այդ ադրբեջանցիների մոտ գնացող այդ պատվիրակության, իսկ ընդ պատահական մարդ չի լում, հավատացեք, ում որը դեռ տեսնում եք, այնտեղ պատահական մարդ չի լում։ Իրակ ոչ այն կողմից, ոչ այս կողմից։ Նարեկ Մինասյանը, որը Օրբելի վերլուծական հետազոտական ինչ էր անունը, չէ, կենտրոնի քաղաքագետներից, հա, ասում եմ, չեմ պնդում, մեր ականջին է հասել։ Ես որքանով ես գիտեմ, ես ինչ գիտեմ, բայց մեր ականջին է հասել, այսպես եմ ասում։ Նարեկ Մինասյանը ոմն, ուրեմն տեր ու տիրականը Հայաստանում այդ իշխանական կողմից մատուցված լուրերի, օրինակ հանրային հեռուստաընկերության, այսպես լրատվական եւ տեղեկատվական քաղաքականության։ Լսել ենք այդպիսի բան։ Լսել ենք, որ Օրբելին է ղեկավարում։ Իդեմս, ասենք, Նարեկ Մինասյանի։ Խնդրում եմ, պարզաբանեք, եթե չեք, ասեք չենք։ Հիմա կասեմ։ Հասարակությանը տեղյակ պայեք, որովհետև սա հասարակության փողերով, հանրության փողերով պահվող հեռուստաընկերությունը հատկապես հանրային։ Շատ կուզենայինք, որ հերքեիք, ասեք դա այդպես չի։ Մենք չենք Հայաստանի լուրերի տեր ու տիրակալը։ Հասկանանք, օրինակ ինչի են ռուսական ֆեյքերը ավելի երկար մնում ձեր եթերում կամ ավելի երկար տալիս, քան օրինակ Մոսկվայի հարվածները։ Էն էլ ռուսական մինաբարոնի մեկնաբանությամբ։ Թե սա ուկրաինական դրոնները խփվել են, դե մի երկու հատի բեկորներն էլ ստեղ ընդեղ են ընկել, կամ լավ բեկորներն էլ չի, լավագույն դեպքում մի երկու հատը ինչ որ մի տեղ են հասել, մի տեղ կպել են, բայց ուր է կպել, ո՞նց է կպել, ինչ է վնասել, ինչքան է վնասվել, ինչ հետևանքներ ունենում, ինչ են ասում միջազգային էքսպերտները, օրինակ նավթի վիճակի հետ կապված, բենզինի վիճակի հետ կապված, ասեք, օրինակ կոպիտ ասած MPZ-ների են խփում, ասենք նավթավերաշրջման գործանի եւ այլն, հա։ Ինչի է տենց ստացվում, որ ռուսական ֆեյքերը, ասենք իրանական ուրեմն Չալմեքի վերնագրերը, ավելի կամ տեսակետները, ավելի երկար են հանրայինի եթերում մնում, որ իրականության հետ կապ չունի աշխարհ քաղաքական։ Քան ասենք օրինակ ռեալ հարվածները Մոսկվային եւ դրանց հետևանքները։ Կարող է մի բան հարցնեմ, այն չմտածողի հարցերն եք դուք գրում, դե մտքովս նոր անցավ։ Կարող է։ Ինչի եք փոքր Հայաստանը դեմ տալիս աշխարհի մեծերին, եթե դուք եք ղեկավարում դա։ Ինչի եք դեմ տալիս աշխարհի մեծերին, չեք հայտարարանում։ Ինչի եք հայ ժողովրդին մոլորության մեջ գտնում, եթե դա ճիշտ է։ Փաստորեն, եթե սա ճիշտ է, հասարակությունը, որ իր հարկերով հանրային է պահում, պետք է իմանա, թե ով է իրան նման որակի լուրեր տրամադրում։ Որ Իրանի ժողովրդի հանդեպ մեր լավ վերաբերմունքը փորձում է փոխակերպի, թե մենք լավ ենք վերաբերվում Իրանի ահաբեկիչներին։ Բայց դա տարբեր բաներ են, աշխարհն էլ է դա ընդունում։ Ամերիկայում են ընդունում, որ Իրանի ժողովուրդը լավն է, բայց իրանք գործ ունեին ահաբեկչական ռեժիմի հետ։ Ինչի մի անգամ չեք ասում, որ ֆոսֆորը սուտ է, որ Ուկրաինան ֆոսֆոր չի տվել Ադրբեջանին։ Ինչի եմ ես տարիներ շարունակ ես հերքում, Մարատ է հերքում, ինչի է այդպես։ Ինչի մի անգամ հստակ չեք պարզաբանել։ Ինչի չեք փորձում ռուսների կողմից հատուկ տարածվող հակաուկրաինականությանը դիմակայել։ Ինչի եք ավելի երկար խոսում ռուսական իպսոներից, թե բա Ուկրաինան Բրյանսկի մարզում երեխա է գնդակահարել, բայց Մոսկվային հարվածները տես թռուցիկ անցնում եք։ Իսկ կարող է չեք ուզում, որ հասարակությունն իմանա, որ Ռուսաստանը էլ տենց հզոր չի։ Իսկ ում է դա ձեռնտու ժողովուրդ։ Որ կենտրոնին է դա ձեռնտու։ Մի հատ հերք եք էլի, թեկուս ականջներից լապշա, կլորախմորա գնդիկներ կախեք, ասեք, որ դե դա տենց չի բան։ Մենք էլ կանդրադառնանք անգամ ձեր կլորախմորա գնդիկներին, կհասկանանք։ Հասարակությունը պետք է իմանա, ով է ողջ պահում ռսասիրությունը Հայաստանում, այսքանից հետո կոպիտ ասած հասարակությունը իրենց հերոսների անունները պետք է իմանա։ Ախր ձեր Ռուսաստանից էլ բան չի մնացել, տղերք։ Մեղք եք։ Հետո ավելի ցավոտ եք հասկանալու։ Ավելի լավ է հիմա ուշքի եկեք։
Կրկնում եմ, եթե դու ես Նարեկ Մինասյան, այս ամեն ինչի հայրը կարելի ասել, եթե դու ես ասա իմանանք, իրոք շատ հետաքրքիր է։ Եթե դու չես, մի հատ հանրությանը քո կարծիքն ասա էլի այս ամենի հետ կապված, մենք էլ իմանանք։ Այ հենց հիմա ինչ որ ես այս ամեն ինչը ասեմ, դու էլ վեր կաց ասա, որ ճիշտ է ասում Շիբուխչյանը։ Սխալ է տրվում լուրերը։ Մենք վերլուծական կենտրոն ենք, այդպես չի։ Մի հատ վեր կաց ասա, կամ ասա ինչ որ ասում ես, վեր կաց ասա, մենք է հասկանանք ինչ ես ասում։ Տենց լուրեր հասել, ասեցի մի հատ հարցնեմ ձեզ։ Եթե այդպես չի, վեր կացեք հերքեք։ Հա, հերքումից էլ խնդրում եմ, անպայման կասեք այս ամեն ինչի մասին, անպայման։ Ասեք մենք չենք, բայց այն ինչ որ Շիբուխչյանը ասել է, մի հատ ասեք ինչ եք մտածում այդ ամեն ինչի մասին, որ մենք հասկանանք, էլի։ Ալեն Սիմոնյանը գնացել էր երկաթերին բուրգցու մոտ հարցազրույց տալու, այն որ սարքեցին աստեղ, հենց իրանք ձեռով, հա, այսպես բանն արել։ Գնացել էր հարցազրույցի, թե բա սիրում եմ ուկրաինական ժողովրդին։ Թե բա անգամ եթե Ուկրաինան ծախելել է ինչ որ բան Ադրբեջանին, այդ մենք ենք մեղավոր, մենք պետքա մեզ վերագնահատենք։ Տենց արանքում կբից ասեց չի ծախել, եթե ծախելել է եւ այլն, ինչ որ բան թողեց, թե Ուկրաինան ինչ որ բան է ծախել, դե ինչ որ տենց ասում են մարդկանց մոտ միանգամից ֆոսֆորն է գալի։ Ու էլի սենց սա ամենավատ բանն է ժողովուրդ։ Իրանք հստակ ունեն տեղեկություն, որ Ուկրաինան դա չի արել։ Իրանք հստակ ունեն, ես կանչել եմ պանայից մարդ ժամանակին, որը մեր ալիքում անգամ ասել է, որ ինչքան զենք ծախել է Ադրբեջանին Ուկրաինան, հին բան սովետական, այդ նույն ժամանակահատվածում նույնքան զենք համարյա Հայաստանին է վաճառել։ Դրանից հետո Ուկրաինան արդեն մոտ 15 տարուց ավել է, 17 տարուց ավել է զենք չի վաճառում Ադրբեջանին։ Ավելին ասեմ, ձեզ քննես մանրամասներ եմ ներկայացրել ուկրաինական զենքի հետ կապված, որ անգամ պետք է չէր որ այդքան մանրամասներ ներկայացրի, բայց ներկայացրել եմ։ Դե ինչ անորակ ա եղել, ոնց են ադրբեջանցիների հետո հրաժարվել, անգամ որ տեղեկություն կա, որ խնդրեմ ա եղել, անգամ շատ լուրջ խնդրեմ ա եղել ադրբեջանական զորավարության ժամանակ, եւ դա եղել է շատ վաղուց 15-16 տարի առաջ, որից հետո այդ թեման փակվել է ընդհանրապես ուկրաինական զենքի։ Փոխարենը հետո ռուսները Սարիկ Անդրեասյանների, Միկա Բադալովների եւ մնացածի միջոցով հայ ժողովրդին թշնամացնելու համար, հատկապես որ պատրաստվում են Ուկրաինայի վրա հարձակվեին, հատկապես որ պետք է նաեւ հայ համայնքը չակտիվացնել Ռուսաստանում, որ գնային իրանց համար ուկրաինական սևահողում փտեին։ Դրա համար իրանք պլանները գիտեին իրենց, որ պատրաստվում են հարձակվեն Ուկրաինայի վրա։ Որոշեցին այդպես մոբիլիզացնել նաեւ հայ ժողովրդին եւ նաեւ իրանց համար վտանգավոր թե Ուկրաինան միշտ դարավոր կապերով մեր հետ շատ հարազատ պետություն է եղել։ Եվ ամեն ինչ արեցին, որպեսզի հայ ժողովուրդը թշնամանա։ Հիմա Ալեն ջան, եթե սիրում ես ուկրաինացի ժողովրդին, ինչի Կիև Պեչորյան մայրավանքի վրա հարվածից հետո մի հատ ցավակցական հերագիր չուղարկեցիր, թեկուզ քո գործընկերոջի, եթե դες սիրում ես ուկրաինական ժողովրդին, կամ այդ ինչ սեր է։ Այն Գարեգինն ու եզրացնել էլ չասեմ, լեզուները միտեղ մցրած ոչ մի բան չեն ասում։ Ինչի։ Չէ որ մայրավանքը հարվածել, բա վեր կաց, բա Գարեգին մի հատ ասա տենանք դու կաթողիկոս ես, կաթողիկոս չես, ոնց ես վերաբերվում այդ հարցին։ Հիմա Ալեն, քեզ եմ ուղում։ Ինչ են տվել Ադրբեջանին Ալեն, որ սենց այդպես պեչատեցիր, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ հատուկ հարաբերություններ ա ունեցել, Ուկրաինան Ադրբեջանի հետ հատուկ հարաբերություններ ա ունեցել, ինչ որ բան ա ունեցել, բայց ինչ ա ունեցել։ Խիչ եք ասում։ Ինչի է ենթադրություններ անում, դες տեղ թողում, որ այդ ռուսական նարատիվը շարունակվի ապրել։ Դուք ամեն ինչ անում եք, Ալեն, որ ռուսական նարատիվը շարունակի ապրել։ Ինչի ենք մենք տանջվում այսքան տարի, բերում ապացույցներ, որ դա ռուսներն են տվել ֆոսֆորը ադրբեջանցիներին։ Ռուսները չենք ասում, ասեք ռուսներն են տվել։ Ուղղակի ինչի փաստերով չեք խոսում։ Ինչու չեք ասում, որ ապացուցված չի դա, որ Ուկրաինան չուներ ֆոսֆոր որ տար։ Որ եթե դա անգամ տվելն ավելի շուտ Ռուսաստանը տված կլինի, որտեղ մենակ Ռուսաստանը ուներ հետ խորհրդային տարածքներից։ Չէր կարող Ուկրաինան ֆոսֆոր տված լիներ։ Ինչի չեք ասում։ Ինչի չեք ասում, որ այս խոսակցությունը դուրս է եկել այս մարդկանցից։ Մի անգամ ինչի չի հերքում Փաշինյանը ամբիոնից։ Դու Ալեն ինչի չես ասում։ Կոնկրետ հստակ է մի ասա սիրում եմ Ուկրաինան, դե որ տվել են, ինչ որ տվել են։ Չէ, դու դրանով այտենց իբր ուկրաինացիներ ներկայացնելով, դու դրանով Ալեն Սիմոնյան, դու դրանով կատարում ես ռուսական պատվեր։ Ավելին ասեմ, դու դրանով կարողա չուզելով բան չունեմ ասելու, բայց դու դրանով ռուսական նարատիվը կենթանի ես պահում։ Այ որ նույն այդ Ուրալցու մոտ կանգնեիր ասեր, գիտես ինչ կա հարգելի Եկատերինբուրգ։ Այ ոչ մի փաստ չկա որ դա ասեք ռուսական իպսոյա։ Ուկրաինան չունի
Բազմաթիվ անգամ հերքել է Ուկրաինան, հերքել է։ Մենք էլ չունենք պատճառ որևէ դրան հավատալու։ Ավելի շատ ունենք պատճառ, որ դա եղել է հոգեբանական գրող հայ ժողովրդի վրա, օրինակի համար։ Վեր կացեք մի օր հերքել, ասեք չկա որևէ փաստ, որ Ուկրաինան ֆոսֆոր ավաճառել Ադրբեջանին։ Եթե ունեք փաստեր, ներկայացրեք, չէ՞ հաստատ գիտեմ, որ չունեք։ Բայց ինչի ոչ մեկը, ոչ Ալեն Սիմոնյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ մի անգամ չեն ասում ժողովուրդ, այդ հատկապես լավարիթ էր, չէ՞, եվրոպական քաղաքական համայնքի ժամանակ, որ մի ստրուկ վերկացավ գոռաց այդ թեմայով Զելենսկուն, ինչի է, ասենք, ի սկզբանե կեղծ պնդում ուզում է մի հատ Զելենսկին, որ բազմիցս հերքել է, մի հատ վերկանա ասի կեղծ պնդման նորից հերքի, ասի։ Գիտեք ինչի է այդպես, այ որ դուք պաշտոնապես վերկանակասեք, Սուրեն Պապիկյանը պաշտոնապես վերկանա, ասի, տես չի լինի, մենք ստիպված չենք կլինի այսքան տարի պայքարել ռուսական ապատեղեկատվության դեմ։ Բա դուք էլ եք պայքարում ռուսական ապատեղեկատվության դեմ, ձեր ընտրությունների համար, թե ձեր մաշկի համար լավ է, բա մի հատ վերկացեք, ասեք, այդպիսի բան չկա, ինչի չեք ասում։ Կամ այն ձեր սիրած Եկատերինբուրգցին արդեն ադրբեջանական գործակալների հետ ինտերվյուներ անում ու ինտերվյուներ է տալիս։ Մաքսիմ Շևչենկո կա, որը ասում է, որ Հայաստանի պատմությունը կեղծ է։ Կրկնում է ադրբեջանական նարատիվները, որ լափել է ադրբեջանական նավթային փողերը, Մաքսիմ Շևչենկո, այո։ Եվ չգիտես ինչի նա հայտնվում է Եկատերինբուրգցու եթերում, հետո Եկատերինբուրգցին գնում է իր մոտ եթեր։ Կարող է վերբովկա է արել։ Մի հատ չեք ուզում հետաքրքրեք, մի հատ ԱԱԾ-ին ստուգում տակ։ Հերիք չի, նա արդեն վտանգավոր մարդ է, տենց չեք ուզում կանչեք մի հատ ԱԱԾ ասես, դուք ո՞նց ես Մաքսիմ Շևչենկո, որ տարին շարունակ թշնամացրել է, այդ թշնամանքն է տարածել, որը ասել է, որ հայերը պատմություն չունեն, որը ուղիղ կրկնում է փողի դիմաց Ալիևի սուտ նարատիվները, չգիտես ինչի հայտնվում է Եկատերինբուրգցու եթերում։ Կամ Ուրալցու ոնց կուզեք։ Հետո Ուրալցուն կանչում է իր եթեր Հայաստանի ընտրությունները մեկնաբանելու։ Հերիք չի մի հատ էլ քաղաքագետ է դարել Ուրալցին։ Ասում է բանը, այո, ասում է, եթե ուրեմն բանի հետ կապված ուրեմն բանի վերացվի ուրեմն այդ արգելքը ձերբակալելու, ասում է ավտոմատ ուրեմն նրանք ազատ կարձակվեն, եթե դառնա падգամավոր, անձեռամեղելություն ստանա, ավտոմատ ասում է Սամվել Կարապետյանի կալանքը կվերացվի։ Սամվել Կարապետյանը ցուցակում չի Ուրալցի։ Դու քեզ քաղաքակ դու գնում ես Հայաստանն ես ներկայացնում, բայց անգամ չգիտես, որ Սամվել Կարապետյանը չի կարող ունենա անձեռամխելություն, որտեղ նա երկքաղաքացի է կամ երրաքաղաքացի է, եւ նա ընտրություններին չի մասնակցում։ Եվ նա ընտրություններին չի մասնակցում, դու անգամ այդքան բանը չգիտես եւ գնում քաղաքական վերլուծություն ես տալի։ Ասում է հա դե որտեղ մանդատ ստանան, ասում է դե Սամվել Կարապետյանի անձեռամխելություն չի ասում, որ տես բան չկա, նա դարապես ցուցակում չի, նա ոնց նստած, եթե նստածնեն պետք է նստի, նա անգամ չեն կարա դիմեն, որպեսի բանը մանդատ չունի, չի կարա ունենա ընդհանրապես։ Լավ, հարցը դա չի, հարցը նա է, որ Հայաստանի համար Հայաստանի դեմ տարիներով աշխատած ադրբեջանական գործակալ ռուս Մաքսիմ Շևչենկոն, չգիտես ինչի բերվում է հայկական եթեր։ Հետո ինքն է գնում այնտեղ Մաքսիմ Շևչենկոների մոտ։ Իսկ նա 100 տարվա գել է, նա մանիպուլյացիաներ անում։ Դրա համար ես մի հատ խորհուրդ կտամ, մի հատ զրահացեով զբաղվեք։ Տեսեք, այս ինչ հարաբերություններ ա ստեղծվել Ուրալցու եւ Մաքսիմ Շևչենկոների միջև։ Թե մենակ գնում եք Ուրալցիների մոտ եք հարցազրույց տալիս տենց բաներ ասում։ Լավ, շատ չկա, որ ինչ ասեմ, հրավիրում եմ իմ եթեր հերքելու Ալեն Սիմոնյանին։ Արի իմ եթեր, եթե հետաքրքրված ես, արի իմ եթերում հերքի։ Տալիս եմ այդ հնարավորությունը, արի ասա, փաստերով ասա։ Արի խոսանք։ Թե մենակ Ուրալցիների մոտ ես գնում, որ Մաքսիմ Շևչենկոների մոտ են գնում։ Դուք հասկանում եք, դուք ում եք աստղ սարքում, ինչ եք անում։ Ես բազմաթիվ փաստերով տվել եմ նրա վտանգավոր գործունեության մասին։ Ընդհանրապես նա քաղաքականության մեջ չարիքա նա քաղաքականության մեջ։ Վերջում ո՞նց էր ուկրաինացի տղեկին դեմ տվել, որ հայ տղեկը որ կռվում էին Ուկրաինացում։ Քրեական գործի տակ էր գցում արդեն։ Տվել եմ այդ սաղ եթերում, տվել եմ, թե նա ինչով է զբաղված։ Ոնց էր ուկրաինացի դեսպանին անհետ հարցեր տալիս։ Արտադրողներին աջակցելու զուգահեռ կառավարությունը կզբաղվի ԵԱՏՄ-ում խնդիրները կարգավորելու հարցով։ Փաշինյան։ Տեղական արտադրողներին աջակցելու զուգահեռ կառավարությունը կզբաղվի ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով գործադրի այսօրվա նիստում հայտարարել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը սակայն չմանրամասնեց, թե արդյոք արդեն բանակցում են հայկական մի շարք ապրանքների մուտքը արգելված Ռուսաստանի հետ եւ ինչպես են լուծելու այդ խնդիրները, ավելի վաղ քարոզարշավի ընթացքում Փաշինյանը պնդել էր, թե ռուսական շուկա արտահանման խնդիրները կլուծվեն ընտրություններից հետո։ Ռուսաստանը ԵԱՏՄ-ի ու Եվրամիության միջև ընտրության կատարելու պահանջին զուգահեռ անցած ամիս արգելեց հայկական բանջարեղենի մրգի ու ծաղիկների մուտքը, դա պատճառաբանելով ուղղակի սահմանափակումներով։ Փաշինյանը հայտարարեց, թե կառավարությունը չի աջակցի այն
այն բիզնեսներին, որոնք ստանդարտներին չեն համապատասխանում, կներեք, բայց անորակ ապրանք արտահանել ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է։ Այսօրվա նիստում դե այսօրվա ասում բանն եմ կարդում, նախորդ օրերին է տեղի ունեցել։ Ուրեմն հաստատեց ջերմոցային տնտեսությունների վարկերը 6 ամսով սուբսիդարորեն ծրագիր էկոնոմիկայի նախարարը ծրագիրը կապեց Ռոսելխոզնadzորի սահմանափակումների հետ։ Այս ամեն ինչը լսեցիք, չէ՞։ Ուրեմն ժողովուրդ ջան, նախ Ուկրաինան առաջինը հասավ օգնության հայերին։ Առաջինը տասնյակ հազարավոր ծաղիկներ եւ ոչ միայն ուկրաինացի հայ բիզնեսմենները միանգամից գործի անցան եւ Զելենսկին է կանաչ լույս տվեց եւ շատ արագ Ուկրաինան հասավ օգնության։ Դուք լսել եք, որ հայկական մամուլը հմմեկերը մնացածը օրինակ շնորհակալություն հայտնեն Ուկրաինային այս թեմայով, ասեն ժողովուրդ ջան, բայց տեսնում եք ի վերջո ֆոսֆորի պահով հատուկ անեն ցենանում, որ դա մնա, բայց Ուկրաինան այս իրավիճակում հասել է հայերին օգնության, ինչ որ անհատ մարդիկ են, անհատ ռիլզներ կարող է լինի կամ, բայց ես չեմ տեսնում, որ ասենք օրինակի համար նույն չմտածողը կանգնի ասի Ուկրաինան մեզ օգնության հասել։ Ինչ հասես ասում եք այդ Ուկրաինայի հասին։ Հիմա Ուկրաինան մեզ օգնության է հասել։ Եվրոպական հանձնաժողովը առաջին տրանշը, առաջին մասը տվեց այդ 34 միլիոն եվրոն, առաջինը դե կարծեմ 50 էր, առաջին մասը տվեց այդ խնդիրները հաղթահարելու մասով։ Այսքան օգնում են։ Հիմա Փաշինյանը ասում է, որ մենք պետք է անպայման վերականգնենք, բանակցենք եւ այլն։ Միևնույն ժամանակ ժողովուրդ ջան, այս ամբողջ խնդիրների հետ միասին Ռուսաստանից Ադրբեջանով եւ Վրաստանով Հայաստան է առաքվել 490 տոննա ռուսական ցորեն։ Ադրբեջանից Հայաստան տրանսման հետ մեկտեղ մատակարարվում է նաև նավթամթերք, արդեն ներմուծվել է ավելի քան 10,000 տոննա դիզվա։ Լավ այդ խոսել ենք այդ մասին, այս բանին չանդրադառնանք։ Ոնց է տենց ստացվում, որ Ռուսաստանի հետ այս վտանգավոր կոնֆլիկտի պարագայում մեր ժողովուրդը պետք է ռուսական հաց ուտի, հա, ռուսական ցորենով պատրաստված։ Բա ոնց է տենց ստացվում, որ քո ապրանքը չեն ընդունում, բայց դու շարունակում ես Իրանից ցորեն գնել, բա Ուկրաինան մեզ օգնում է Փաշինյան հիմա։ Բա չէր կարելի օրինակ Ռուսաստանին հասկացնելու համար հիմա առիթ էր եկել դիվերսիֆիկացնելու եւ ոչ թե այսքանից հետո Ռուսաստանից 490 տոննա ցորեն բերես, այլ Ուկրաինայից գնեիր գոնե ցոր։ Լավ բերում էր մի քիչը կեսը բերեիր, այն կեսն էլ Ուկրաինայից բերեիր, գոնե մի բան կհասկացնեիր։ Եվրոպան փող է տալի, Ուկրաինան օգնում է, բայց դու գնում ես ամենակարևոր ռազմավարական նշանակության սննդամթերքը բերում ես Ռուսաստանից այսքանից հետո։ Ոնց է ստացվում, մեկը բացատրեք, ես հասկանամ էլի ժողովուրդ ջան։ Արմատ մեդիա կոչվածը, իդեպ ես հարց ու փորձ արեցի, ինչ որ մարդիկ Սամվել Կարապետյանի հետ են կապում, մյուսների հետ են կապում, չգիտեմ, Ռուբեն Վարդանյանում հետ ասեց, չասեցին, տենց չկողմնորոշվեցի ճիշտ ասած, ինչ որ ստուգումներ իմ անում։ Մեկը դե իմանա գրեք էլի, այդ Արմատ մեդիան ում հետ է կապված։ Ժողովուրդ ջան, Արմատ մեդիան տալիս է, թե բա հետո հերկվեց, պարզվեց տեղեկությունը սուտ է։ Առանց ստուգելու տալիս է մեր տեղեկություններով Զելենսկին չփրկեց Փաշինյանին, հայկական բարի մեջ գտել են վտանգավոր, հիմա լսեք, լուրը գյուղատնտեսության մեջ վտանգավոր համարվող TRIPS միջատ անունն էլ տալիս են, վտանգավոր։ Ու դրանից հետո ասում են, այ կեղտոտ Զելենսկին չընդունեց պղպեղը, այ ինչ անի այդ հայ գյուղատնտեսը, որ այդքան աշխատել արտադրել է։ Հիմա տեսեք ինչա կատարվում։ Ուրեմն նախ առաջին լուրը սուտ էր։ Պարզվեց որ սուտ է։ Հիմա ինչա մնում տակը, անգամ եթե լուրը ճիշտ է, այսինքն ինչ։ Զելենսկին պետք է ասեր դե ուտեմ ձեր TRIPS-ը, հա, բերեք պղպեղը բերեք, թողի մեր ժողովուրդը ձեր TRIPS-ը ուտի, հա։ Դուք հասկանում եք, որ դա կարող է վտանգավոր առողջության համար։ Դուք ինքներդ լուրի մեջ ու տեսեք Զելենսկին չփրկեց կեղտոտ ռուսական նարատիվ, բայց հիմա տեսեք ցավոք սրտի շատերը առանց ստուգելու վերցեցին սա տարածեցին, հիմա ես մեկի մասին եք ասեմ, ապատեղեկատվություն ավելի արագ է տարածվում, քան հերքումը, 10 անգամ, դա ապացուցված փաստ է։ Հիմա հերիք չի սուտ է։ Ինչ մնաց արանքում։ Արանքում մնաց այն, որ իրանք վարկաբեկեցին այդ նույն խեղճ հայ գյուղատնտեսին, ստացվում է, որ իրանք ասում են հայկական բիբարը TRIPS-ով է։ Այսինքն մեջը վտանգավոր միջատ կա։ Էական չի արդեն այդ իրանց պետք էր վարկաբեկել Զելենսկին, ընդ որում վարկաբեկելու բանը չկար է։ Ազգը մեր այնքան կիրճ չի ցավոք սրտի մեծամասնությունը ինձ այդ խայծը ուտում է։ Մեկը չի մտածում, ասի բայց ոնց մի րոպե TRIPS կար մեջը, եթե անգամ Զելենսկին չի ընդունում, հիմքա չէ ունեցել չընդունելու։ Բայց այդ էլ ջանդամ, այդ հեչ որ լուրը սուտ է, այդ հեչ որ մերոնք պետական մակարդակով հերքեցին, դա մի կողմ։ Հանուն Զելենսկին վարկաբեկելու համար Արմատ մեդիան ոչնչացրեց հայ գյուղատնտեսին։ Ինչու՞, որովհետև մնաց այն, այսինքն այն հասկացող զանգվածի մոտ, որը պետքա սպառեր նաև ներսում,
հասկացա, որ բիբարի մեջ թրիպս կա, որը չկա մեծ հավանականությամբ, որտեղ եթե լուրը սուտ է, ուրեմն էլ է սուտ, ամեն ինչն է սուտ։ Այսինքն ստացվեց, որ իրանք Ռուսաստանի նեղ շահերի համար ուղղակի տրորեցին հայք հասկանալով, առանց հասկանալու, սա ուղղակի ծիծաղելի է, սա ուղղակի ծիծաղելի է։ Սա ծիծաղելի չէ, սա ողբերգական է։ Թե ուր ենք մենք հասել եւ ինչ մեդիա ունենք մենք եւ ինչա կատարում։ Սրա համար պետությունը եւ այդ ես ուղղակի բիպղպեղ արտադրող ընկերությունները պետքա դատի տան Արմատ մեդիային որովհետեւ սա ու պետք է այնքան սկանդալով այդ գործը լինի, որ բոլորը հասկանան, որ այդ մարդկանց հեղինակությունը վերականգնվի։ Հակառակ դեպքում ստացվեց, որ իրանք թրիպս են արտադրում, թրիպսով միջատով բիբար են արտադրում։ Վտանգավոր ընդ որում։ Ես չգիտեմ, դուք լրագրող եք, հայ եք, ով եք, բայց էս ինչ եք դուք անում։ Հերիք չի դա։ Ասենք լավ, սրանք ենթադրենք պատվեր են կատարում կամ անգրագետ են, էական չի, մեկը իմ համար նույն բանն է, որտեղ վնասը նույնն է։ Արբ կոմեդի կոչվածը վերցնում է այդ նույն լուրը տալիս է։ Իբր հումորային բանի մեջ, ահագին մեծ լսարան են, հերքել եք, տղերք, հերքել եք։ Բա հերքեք, այդ նույն ապատեղեկատվության տարածմանը դուք էլ մասնակցեցիք, բա հերքեք արագ։ Թե իմ պարտականությունն է հայկական բիբարը պաշտպանելու ու հայ ժողովրդի շահերը մենակ։ Գիտեք ինչ, ուղղակի սիրտս ցավում է ինչ որ ես տեսնում եմ հայկական մեդիա դաշտում։ Սա ողբերգություն է ուղղակի։ Սա ուղղակի ողբերգություն է, այն ինչ որ կատարվում է։ Հիմա Արևմտյան Ադրբեջան, այս ամենագլխավոր թեման է մեր վրա։ Ուրեմն նաև այս թվարկման։ Ուրեմն յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցի իրավունք ունի վերադառնալ իր նախկինների հողը։ Յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցի իրավունք ունի վերադառնալ իր նախկինների հողը Օրդու-Բադուն վերադարձ արևմտյան Ադրբեջան 3-րդ համաժողով փառատոնի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիաֆետ Ասքերովը։ Այսինքն ոնց որ մեր Ռուբեն Ռուբինյանը, պատկերացրեք ինչ մակարդակը։ Վերադարձն արևմտյան ադրբեջանցիներին օրինական պատմական եւ բարոյական իրավունք է, քանի որ այդ հողերը մեր հնամենի տարածքներն են։ Report հնամենի տարածքներն են ուշադրություն report.az-ի կայքի փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը, հավելելով նաև թե արևմտյան Ադրբեջանի թեման Հայաստանին ուղղված տարածքային պահանջ չէ։ Ոնց տարածքային պահանջ չէ, որ արդեն ասում է, որ մեր հնամենի հողերն են։ Լավ, ասենք տարածքային պահանջ չէ, բայց սա արդեն մենք պետք է վերադառնանք մեր հողերը առանց տարածք պահանջելու։ Իբր թե։ Վաղամիսուն եք ասես այստեղ ենք ապրում, որ մեր հողն է, մեր հնամենի հողն է, ոնց թե։ Հասկանում եք, որտեվ ուժեղն է։ Եթե մենք Արցախում ուժեղ լինենք, դա մեր հնամենի հողն էր, իրոք մենք կպահեինք։ Հիմա ես ինչ հարց եմ ուզում տամ, Ժորժ ջան։ Պատկերացրեք հիմա, եթե Ռուբեն Ռուբինյանը այսպեսի հայտարարություն անի, դա Նիկոլ Փաշինյանի տեսակետը կլինի, թե չէ։ Էն էլ Հայաստանում, որ իրանք իրենց հայտարարել են ժողովրդավար, օքեյ, ընտրություններ կա, օքեյ, ասենք մարդու քվեն հաշվի առնվում, օքեյ եւ այլն, ամեն ինչը տար։ Հիմա դիկտատորական Ադրբեջանում ինչ է կարծում։ Իրանք Ռուբեն Ռուբինյանին հավասարազոր պաշտոն ունեցող, այսինքն ազգային իրանք մեջլիսի փոխխոսնակը։ Այս ամեն ինչը ասում է առանց Ալիևի իմացության, թե Ալիևի իմացությամբ, որտեղ ճանճը չի կարող տզա առանց Ալիևի, այն էլ այդ կարգի բարձրագույն պաշտոնյան։ Հիմա տեսեք, ես ասել եմ, ճնշումը ուժեղանալու է, որտեղ սրանք հոտը առան։ Սրանք հոտը առան, որ կարան չհանձնվեն։ Ես հիշում եք ինչ է ասում, ասում եմ, ուշադրություն դարձրեք, դեռ տարի 2 տարի առաջ ասում եմ, ուշադրություն դարձրեք, կարող բացել նայել հատուկ էս թեման, ասել եմ, սա դառնալու է ամենավտանգավոր թեման մեր համար։ Ինչքան է ուղղակի ես վերջերս չի խոսում, որովհետև այդ երրագլուխ ուրեմն ռուսահպատակ դևը, ինչպես իրենք ասում են, սկսեցին դա չարաշահել, բայց քանի որ այսպես մեր հասարակությունը շատ էմոցիոնալ է ամեն ինչ ընկալում, հա, ես ուղղակի ասեցի լավ, դե սրանք իրանց այսպես կեղտոտ շահերի համար են անում, լավ, դրենք մի կողմի վրա, բայց այն որ այդ վտանգը կա, հարգելի հետևորդներ, դա ոչ միտեղ չի գնացել, եւ բազմիցս ասել եմ, եւ սա ասել եմ շատ ավելի շուտ, եւ պետք է հասկանանք մի բան, սա արվելու է նրա համար հնարավորինս մաքսիմում Հայաստանին թուլացնելու, Հայաստանից պոկելու համար։ Եվ այս թեման ոչ միտեղ չի գնալու։ Անկլավների թեմային ուշադրություն դարձրեք, մեկ էլ այս թեմային։ Սրանք դառնալու են կատաստրոֆիկ թեմա, այսինքն դա իրանք լրիվ փոխկապակցված թեմաներ է։ Դա փոխկապակցված թեմաներ է։ Իրանք անկլավները պահանջելու են, շատ հավանաբար, դու ասել են անկլավներում մեր մարդիկ պետք է ապրեն, որտեղ դա մեր անկլավներն է, մեր տարածքն է, եւ այլ ու sense բաներ։ Եթե Հայաստանը չունենա ուժեղ դաշնակիցներ, եթե օրինակ Հայաստանը այնպիսի դիրքերում եւ ռազմական առումով այնպիսի դիրքերում չլինի, որպիսի վախենան ուղակի մեր հետ այդպես խոսալ։ Մնացած որևէ դեպքում
Բալանսավորեն, որ բալանսավոր ես, փող շահավետ այնպիսի պայմաններ ստեղծենք, որ խաղաղություն լինի։ Մնացած բոլոր դեպքերում դու թույլ ես։ Ուղղակի այս թեման կատոկով առաջատանելու Ալիևը։ Եվ բարեբախտաբար ՄԻԵԴ Եվրոպական դատարանը հրապարակեց ապրիլյան 44 օրյա պատերազմի գործով առաջին վճիռը։ ՄԻԵԴ-ի հյուսայինի արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը եւ խոշտանգումների արգելքը, գլխատում եւ մարմնի պղծում։ Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել Զոյի հարազատներին, սա կարևոր նախադեպ է 2020 թվականի 44 օրյա պատերազմի ժամանակ տուրացների իրավունքների պաշտպանության համար տարածված գանգատներով։ Այս դրվագը ապրիլյան ամենածանր դեպքերից մեկն է, երբ թշնամին դարանակալել էր հայկական զինուժի զինծառայողներին, հետո գլխատել ու պղծել նրանց մարմինները։ Այս մասին մանրամասն ներկայացվեց է ՄԻԵԴ վճռում։ Ուրեմն Ժորժ ջան, այս գործերը, ովքեր կարող են անհատ իրավաբաններ եւ այլն, պետք է օգնել, այս գործերը պետք է շատ լծվել դատարան, որտեղ Ալիևը ուրիշ լեզու չի հասկանում։ Ալիևը պետք է հասկանա, որ շատ արագ նորից ագրեսորի կարգավիճակ կստանա։ Այս ամեն ինչը իրան չի ներվելու, չի մարսվելու։ Դրա համար է ասում, պետք չի հրաժարվել, ասում է պետք չի ամեն ինչից հրաժարվել ժամանակից առաջ։ Պետք չէ ամեն ինչի, քանի դեռ պետք էր այդ ամեն ինչը արվեր վերջում խաղաղության պայմանագրի կնքումով, եթե հրաժարվում էին, գոնե պետք է կոնկրետ ստանային Ալիևից։ Իսկ հիմա ինչ մնաց։ Իսկ հիմա մնաց հանրաքվեի հարցը, որը պնդելու են, շանտաժ են անելու, եւ մնաց արևմտյան Ադրբեջանի հարցը, ադրբեջանցիների վերադարձի հարցը, որը անկախ ամեն ինչից իրանք մեր վրա դա որպես դամոկլեան սուղ կախած են պահելու։ Դրա համար պետք է կողմնորոշվել։ Դրա համար պետք է ուժեղ դաշնակիցներ ունենալ, դրա համար պետք է դիմել դառնալ Եվրոպայի մաս եւ սկսել խորը եւ համապարփակ առևտրի կազմակերպությունից։ Միայն եւ միայն այդ դեպքում Ալիևի լեզուն կկարճանա։ Հիշեք, չի փոխվելու թուրքը, չի փոխվելու ադրբեջանցին։ Նրանք ինչքան կան, այնքան փորձելու են Հայաստանը որպես խոչընդոտ արանքից վերացնել։ Միակ տարբերակը, որպեսզի դա տեղի չունենա, մենք պետք է դառնանք բարձր զարգացած հասարակություն, կիրթ, կոռուպցիան, սուտը, կոռուպցիան չհանդուրժող սուտը, պոպուլիզմը, դեմագոգիան տարբերող հստակ հասարակություն, հստակ զարգացած, հստակ կիրթ եւ հասկանալ, որ միակ ճանապարհը դա ուժեղ ռազմական առումով, տեխնոլոգիական առումով ուժեղ լինելն է, ուժեղ դաշնակիցներ։ Եվ այս առումով ամենամոտիկ մոդելը իհարկե, որը պետք է հայաֆիկացնել, դա Իսրայելի օրինակն է։ Եվ իդեպ այսօր ժամանակ չի լինի, բայց ես հետարքիր մի բան կներկայացնեմ, թե ինչ ապագայի հետ կապված որոշումներ է կայացրել Իսրայելի կառավարությունը, որովհետեւ մենք հասկանանք, մենք ինչի շուրջ ենք հիմա բազարանում, իրանք ինչ ծրագրեր են դրել ապագայի հետ կապված, ոնց պետք է Իսրայելը զարգանա։ Իդեպ մի Ղարաբաղցի տղա իր արևին տենց վերլուծություններ անում, իբր թե տենց դրամատիկ ձևով տենց թեբասասնածռերի այդ դեպքից հետո Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ եթե դուք փորձեք Արցախը վերցնել, դա կդառնա քաղաքացիական պատերազմ Հայաստանում, եւ որից հետո Սերժ Սարգսյանը ամրապնդեց Արցախի անկախանալու իրավունքը, չգիտեմ, այսպիսի դեմագոգիկ ինչ որ բաներով։ Ուրեմն Ժորժ ջան, ես ես հիմա մի բան ասեմ, ուրեմն իրականում առաջի մասը վերլուծության իր ճիշտ էր։ Այո, եթե դուք նայեք նաեւ Սասնածռերի վերջի հայտարարությունը, դա ընդհանրապես կապ չուներ ներքին ապստամբության հետ։ Վերջին հայտարարությունը մոտարապես այն մասին էր, որ Ռուսաստանը ուժով փորձում է Արցախը պարտադրի Արցախը վերցնի տա Ադրբեջանին։ Ես հիմա տես մանավանդ չեմ, միտքը այդ էր մոտարապես, որ իրենք թույլ չեն տա, որ այսպեսի բան արվի։ Բայց թե ինչ տեղի ունեցավ հաջորդ Սերժ Սարգսյանը ոչ թե ինչ որ անկախություն, տենց ինչ որ բան, ինչ որ հեքիաթներ են պատմում։ Դրանից հետո Սերժ ինչ որ Սերժ Սարգսյանը մտադրված էր անել, արեց։ Հիմա ինչ որ ասում հասկացողը հասկացավ։ Ինչ որ Սերժ Սարգսյանը մտադրված էր դրանից։ Ուղղակի Սերժ Սարգսյանը ինքը չէր ուզում դա աներ, ինչ որ պետք է արեց հետո։ Եվ ընդհանուր ես բան ասեմ, ուղղակի ասма Խիարը թարսաճից իր սիրած խոսքով ասեմ, եւ Ռուսաստանը իրաց գցեց։ Եվ նաեւ Ուկրաինայում դեմքով ցեխին գցեցին, եւ իրանց ամենամեծ խնդրեմը այն ա եղել, որ Պուտինը միշտ եղել է իրանց համար ամենազոր։ Բայց ասма Խիարը թարսաճեց։ Համ իրանց գցեց, համ էլ իր դեմքը գցեցին ցեխով ու դրա համար հայտնվեցինք այնտեղ, որտեղ հայտնվեցինք։ Իրականում այդ դեմագոգիան, թե Սերժ Սարգսյանը տենց ինչ-որ մի բան, տենց Ղարաբաղը սարքեց ինքնուրույն, Արցախը տենց սաղ ճանաչում են եւ այլ այսպես շարունակ։ Զենքի ուժներ, ժողովրդավարություններ ճիշտ դաշնակիցներ են։ Եթե ժամանակին Հայաստանը Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը հայամետ լինեին, ճիշտ դաշնակիցներ ունենային, Իսրայելի պես պետություն դառնային, զինվեին միջև ատամները, նոր տեխնոլոգիաների հետից գնային, ոչ թե Պուտինի հաստաղիքի տակ պարկածել են կամ կողքերը,
Հայաստանը կպահեր Արցախը, Ադրբեջանը չէր համարձակվի հարձակվել, նաև Հայաստանը պետքա դիմեր խորը եւ համապարփակ առևտրի կազմակերպության անդամ դառած լիներ, որի process-ը ուղղակի Պուտինը սենց ականջից բռնեց Սերսակսյանին, տարավ գցեց Եվրասիական ծուղակը, որից հետո դեռ 2013-ին հիշողներ կան, ես ասում եի, երբ որ ասում են, որ սա Արցախի համար արվում, ասում են, սա Արցախը հանձնելու առաջին ճանապարհն է, որտեղ ասում են, սա հիշեք, Արցախը հանձնելու Հայաստանը բերեց Եվրասիական տնտեսական միություն, հիմա Ադրբեջանը ստանում է լծակ, որ եթե ինձ վերադարձնեք Արցախը, ես ինքս կմտնեմ Եվրասիական տնտեսական միություն։ Իդեպ Կուտա Ալիևը միջև վերջը Պուտինին տվեց, բայց ակնհայտ էր, որ չէր պատրաստվում անել դա։ Ուրեմն հիմա ուրեմն Ժորժյան, չգիտեմ, Իրանի հետ կապված մենք ժամ 16 րոպե եթերում ենք, երկու բառով ասեմ, այսօր սկսվում է բանակցությունները, խառը պատմությունը, Թրամփը այսպես դեմոկրատների դեմ է պայքարում, որտեղ դեմոկրատները ասում են մի տեսակ քո ասածը չէր էլի, որտեղ անգամ Թրամփի այդ հանրապետական ոսկոր կողմնակիցները ասում են, որ դու ասում ես իր բալիստիկ հրթիռներ պետք է Իրանը չունենա, հիմա ասում ես, քանի որ Սաուդյան Արաբիան ունի, Իրանը կարա ունենա։ Դու ասում ես միջուկային ծրագիր պետք է չլինի, բայց հիմա Իրանը պետք է վերացվի, ընդհանրապես ապամոնտաժվի, բայց այդ մասին կոնկրետ պայմանագրի մեջ չկա, որ պետքա վերացվի ընդհանրապես ասում Իրանի միջուկային կարողությունները։ Ուրեմն եւ այսպիսի բազմաթիվ բաներ, հա, Հազբալայի հետ կապված որևէ բան չկա, հիմա Իսրայելի վրա են ճնշում գործադրում, որ պետքա զինադադար լինի եւ այլն։ Ընդհանրապես process-ը խառնա, ինքն էլ այսպես հատուկ հարցումներ ա դնում, թե ժողովուրդը սիրում է այս գործարքը եւ այլն, բայց իրականում գետնի վրա լրիվ ուրիշ իրավիճակ է։ Այս ամեն ինչը դեռ շատ վաղ է ասել, բանակցությունները Շվեյցարիայով սկսել են, ավելի լավ կանդրադառնանք երեքշաբթի օրը, այսօր բանակցությունները սկսեն։ Իրանը ուրեմն շատ հետաքրքիր մի բան է անում, իմանալով թույլ տեղը Տրամփի սխմում է Լիբանանի վրա, սխմում է, որպեսզի Իսրայելին ու Միացյալ Նահանգների կռվացնի ավելի շատ եւ հասկանալով, որ ուրեմն գործարքը կապում է ուրեմն Լիբանանում Իսրայելի գործողությունների հետ, որը ել ավելի է պրոբլեմատիկ սարքելու։ Ես որքան հասկանում եմ Ժորժյան, սրանք երկուսն էլ ու փորձելու ավելի շատ զիջումներ կորցել, այս ոչ միտեղ չտանող ճանապարհը, այս նրանք իրենց համար են ժամանակ շահում, սրանք իրենց համար են ժամանակ շահում, սա ընտրություններ ունի, ասենք իր դեմը, նրանք փողի խնդիր ունեն, սոված են, մատնված չեն կարողում, իրենց ահաբեկիչներն է փող են ուզում, բոլորը ժամանակավոր ինչ որ հարց են լուծում։ Թե ուր կտան այս ամեն ինչը կտեսնենք, բայց այս պահին այնքան խնդիրներ կա ու այնքան խնդիրներ կա, որ ենթադրում եմ, որ այս գործարքը շատ պրոբլեմատիկ է լինելու, անգամ եթե ինչ որ գործարք էլ կնքվի, փոխվում է ընդհանրապես փոխվում է աշխարհը։ Եթե հիմա պատկերացնենք, որ այս վիճակով Միացյալ Նահանգները հանդուրժի այսպիսի գործարք, դա չի նշանակում, որ Միացյալ Նահանգները պարտվել է, դա չի նշանակում, որ Իրանը հաղթել է, դա նշանակում է, որ մենք բոլորովին այլ աշխարհում ենք հայտնվելու, որ աշխարհի ահաբեկիչը ոչ միայն վտանգ է դառնալու Իսրայելի եւ Միացյալ Նահանգների համար, այլ աշխարհի ահաբեկիչի կապերը կտրեց Միացյալ Նահանգները, լավ ծեծեց, հետո, այսպես ասում, թեթև ազատություն տվեց, որից ինչ արեց եւ արդյունքում կարող է ստացվի, մենք այս մասին կխոսենք, արդյունքում կարող է ստացվի այնպես, որ եթե մինչեւ այդ Իրանը վտանգ էր մենակ Իսրայելի ու Միացյալ Նահանգների համար, հիմա Իրանին սարքեց վտանգ բոլորի համար։ Եվ սա այն կառավարելի քաոսի մասին է, որ ես ասում եի։ Հետաբար այդ տափակ մտքերը Իրանը հաղթեց, Իրանը ցույց տալով լուրջ եք ասում դուք հիմա։ Հատկապես երբ որ դա լսում ես քաղաքական գործիչներից, դու հասկանում ես, թե ինչ որակի ու մակարդակի քաղաքական գործիչներ մենք ունենք։ Ճիշտ է, երկրից բան չթողեցին սովի ամատնվել համարը հաղթեց։ Այդ ինչ հաղթանակ է։ Այդ ինչ ընտիր հաղթանակ է։ Այդ նույն տրամաբանությամբ կարող ասեք դուք էլ Արցախում հաղթեցիք։ Ուղղակի Ալիևը ժամանակավոր վերցեց, որ վերակառուցի ձեզ հետ տա։ Այդ նույն տրամաբանությամբ։ Մի խոսքով, այստեղ բարդ հարց է Իրանը, որի մաս սկսենք երկար կգնանք, դրա համար չեմ ուզում շատ ուրեմն բան անեմ, ձեզ ծանրաբեռնեմ։ Ընդամենը գիտեք ինչ, վերջում 2 րոպե, 3 րոպե, մի հատ արագ ուրեմն ուզում կարդամ իսրայելցի վերլուծաբան, ուրեմն Դավիթ Գենդելմանի բանը, որտեղ ամեն ինչ ասվում է Ժորժյան, այս գործարք, ինքը մի քիչ ծաղրական բաներ է դնում, ինքը այնքան դիպուկ է տվել ամեն ինչը, որովհետեւ իրավիճակը պատկերացնեք եւ նաեւ կհասկանաք այդ իրավիճակի փակուղայնությունը։ Արագ կարդամ այս թեման ու ավարտենք թողարկումը։
Ուրեմն ինչ ասում Գենդերմանը ինքը ռազմական նաև փորձագետ է, շատ հետաքրքիր բան է։ Ուրբաթ օրը Շվեյցարիայում կայանալիք հանդիպան չեղարկումից հետո, իսկ հանդիպումը չեղարկվեց, հանդիպումը պետք է կայանա Կիրակի օրը այսօր։ Ուիթքոֆը, Քուշները, Քաթարի վարչապետ Ալթանին արդեն տեղում են, Վենսը մեկնել է իրանական պատվիրակությունը ժամանել է Ղալիբաֆ Արախչի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Քանի եւ կենտրոնական բանկի նախագահ Հեմաթի։ Իսկ Պակիստանից պետք է ժամանեն բանակի գլխավոր հրամանատար Մունիրը եւ վարչապետ Շարիֆը, որպեսզի ուրեմն հետո համատեղ չարիք գործեն, այստեղ շատ հետաքրքիր ասում ծիծաղելիան է, որպեսզի նրանք բոլոր ժամանակ որպեսզի հետո համատեղ չարիք գործեն, եկել են փորձով կիսվելու։ Դե Պակիստանի ժողովրդի մասին լավ բան ասում էլի, Պակիստանն էլ մեր հետ ասում մեր աչքի լույսը չի։ Իրանի ուրեմն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը եւ Խաթամ Ալ-Անբիա շտաբը հայտարարել են, որ Լիբանանում իսրայելական ագրեսիայի շարունակման պատճառով Հորմուզի նեղուցը նորից փակվում է։ Ամերիկյան Սենտկոմը կենտրոնական հրամանատարությունը հերքում է փակումը, սակայն իրանական սպառնալիքն էլ բավական է, որպեսզի շատ նավեր չեղարկվեն նույնիսկ առանց Իրանի կողմից ֆիզիկական գործողությունների։ Իդեպ հիմա կա տեղեկություններ, որ օրը ինչ որ 29 էլ դժվար է հաստատել, բայց ասում են օրը 29-30 նավ անցնում է։ Իդեպ նավթի գները իջել է գուցե եւ անցնում է։ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Թուրքիեր չի գանձի Հորմուզի նեղուցում ոչ 60 օրի ընթացքում, ոչ էլ դրանից հետո։ Իսկ եթե ինչ որ Թուրքիեր սահմանվեն, ապա դրանք կլինեն ամերիկյան բանակցությունների ձախողման դեպքում։ Սա ասել է Թրամփը, ասել է, եթե իրանք չեն սահմանի, եթե սահմանելու են, ես կսահմանեմ։ Իրանցիները պատասխանել են, որ Թուրքիերը լինելու են կատարել ճշմարտություն է գրում է Գենդերմանը, այստեղ չգիտեմ ով տեսել այդ կինոն թե չի, ասում է Օստապը հաստատեց Օստապը չի կարող պատահել, որ մուտքի համար վճար չվերցնեն։ Ծաղրանքով ասում։ Դիբնիտի շրջանում FPV դրոնների հրթիռների եւ ականանետերի համակցված հարձակման հետևանքով զոհվել է Մագլան ստորաբաժանման մարտիկ Նիր Բեն Արին, 13-ը վիրավորվել են, սա իսրայելական են։ Հրապարակվել են 52-րդ գումարտակի հրամանատարի տանկից եւս 2 զոհված տանկիստների անունները՝ Յոավ Քլայն եւ Լիավ Քաբաբիա, եւս մեկի անունը կհրապարակվի ավելի ուշ։ Վերջին 2 օրվա ընթացքում եղել են ավելի քան 300 ավիահարված, շուրջ 100 լիկվիդակված Հեզբոլլահի գրոհային, այնուհետև ԱՄՆ-ի ճնշման ներքո իսրայելական բանակը հրաման է ստացել դադարեցնել կրակը։ Ցամաքային մարտական գործողությունների հիմնական շրջանը նախկինի պես մնում է Տիբնիտը եւ Ալի Թահեր լեռնաշղթան։ Այնտեղ է գտնվում Հեզբոլլահի խոշոր ստորգետնյա համալիրը, տարածքը գտնվում է Իսրայելի պաշտպանության բանակի օպերատիվ վերահսկողության տակ, բայց դեռևս գրաված չէ։ Ուրեմն գետնի տակ ինչ որ համալիր կա, որը փորձում հայտնաբերել են եւ փորձում են դա ոչնչացնել։ Գնահատականների համաձայն ստորգետնյա համալիրում գտնվում է շուրջ 30 գրոհային, բանակին կրակի դադարեցումը չի գոհացնում, համալիրը պետք է գրավել եւ մաքրել։ Քաղաքական ճնշումների պատճառով գործողությունները կլինեն ըստ իրավիճակի։ Հեզբոլլահը մեծ ջանքեր է գործադրում այնտեղ իսրայելական առաջխաղացումը տապալելու համար եւ տեղափոխում է բոլոր հնարավոր ուժերն ու միջոցները։ Գազայում տեղի են ունեցել մի քանի մանր հանցագործների հերթական եւ լիկվիդացումներ եւ դեղին գծի հերթական շեղում դեպի արևմուտք։ Այդ դեղին գիծը Ժորժ ջան, իսրայելցիները կանգնած են կամած ընդեղել են էլի առաջ գնում։ Իրականում այդ նույն Գազայում էլ չկա ուրեմն մեծ հաշվով տես կատարյալ հրադադար, դրա համար այս ամեն ինչը հրպարտ չի ուրատանելու։ Շվեյցարիայում Իրանը հատկապես առաջ է մղելու լիբանանյան թեման, ինչի մասին նա արդեն հայտարարել է։ Հունիսի 23-ին պետք է սկսվի նաև Լիբանանա-իսրայելական բանակցությունների հերթական փուլը։ Այն փաստը, որ Լիբանանում ԻՊՊՀ-ի Իսրայելի պաշտպանության բանակի ներկայության եւ այնտեղի մարտական գործողությունների հարցը ԱՄՆ-ն խլում է օրինական ու բոլորի կողմից ճանաչված լիբանանյան կառավարությունից եւ հանձնում Իրանի հայեցողությանը, ել ավելի է թույլատնում Լիբանանի կառավարությունը եւ ուժեղացնում Հեզբոլլահին ու նրա թիկունքում կանգնած Իրանին, բայց ում վրա ուրեմն բարձում են, նրան էլ քշում են։ Իրանը ԱՄՆ-ից պահանջել էր դադարեցնել պատերազմը Լիբանանում դեռևս ապրիլի 8-ին Իրանում հրադադար հաստատելով եւ ապրիլի 9-ից Թրամփը սկսեց ճնշում գործադրել մեզ վրա ու սահմանափակել մեր գործողությունները եւ այդ ժամանակից ի վեր ճնշումն էլ ավելի է մեծանում։ Իրական բանակցությունները ընթանում են ԱՄՆ-ի եւ Իրանի եւ ԱՄՆ-ի ու Իսրայելի միջեւ։ Լիբանանն այնտեղ զուտ ձևականության համար է եւ եթե Իրանը ստիպի ԱՄՆ-ին ստիպել մեր նահանջը, այն պարզապես կձևակերպեն Լիբանանի հետ պայմանագրով դարձյալ ձևականության համար։ Ի վերջո տեսնենք, թե ինչպես կսկսվեն ու կընթանան բանակցությունները, իսկ ընդհանուր դասավորվածությունն առայժմ այսպիսին կար, այդպիսին էլ մնացել է։ Այսինքն իրականում այս փայլությամբ իրականում ոչ մի բանը չի փոխվել, մեծ հաշվով ոչ մի բան էլ լուրջ դեռ չեն պայմանավորվել։ Հետևենք բանակցությունների Ժորժ ջան, կխոսանք ես ենթադրում եմ ամենայն հավանականությամբ կհանդիպեք չորեքշաբթի օրը Ես 2 օրով գուցե բացակայեմ, եթե շատ հրատապ լինի եւ տեխնիկական պայմանները ներեն, գուցե հաջողացնեմ, եթե շատ հրատապ լինի, եթե չէ, Ժորժ ջան, կհանդիպենք չորեքշաբթի օրը։ Ուրեմն արդեն ամառը սկսել է մեզ էլ մի քիչ, այսպես ասում են, ինձ էլ չի խանգարում, մի քիչ լիցքաթափվել է եւ այս ստրեսային աշխատանքից մի թեթև երբեմն
մի փոքր ծրվել է Ժորժ ջան։ Դրա համար ամառը սենց ռեժիմով։ Չորեքշաբթի օրը կհանդիպենք ամենայն